Բարևներ իմ շատ սիրելի հետևորդներին, ծանոթ և անծանոթ մարդկանց։ Ինչու ծանոթ և անծանոթ մարդկանց, ուզում եմ ասել, որ ովքեր որ նոր են միացել իմ ալիքին, ուզում եմ ծանոթանալ և ասել, որ ես Գոհարն եմ և շատ ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ։ Այսօր տրամադրությունս բարձր է, շատ լավ տրամադրություն ունեմ, առողջականս համեմատաբար լավացել է, որովհետև նշանակություն չեմ տվել հիվանդությանը, վատ էի, բայց պատկերացրեք, որ բանի տեղ չեմ դրել, այսպես կոպիտ ասած, կատարել եմ այսօր բազմատեսակի աշխատանքներ, նոր եմ վերադարձել խանութ, գնացել եմ մի խանութը, շինարարական աշխատանքներ էինք անում, ռեմոնտ էինք անում, գույն էինք որոշում, ձևափոխումներ էինք անում, տեղադրում, մի խոսքով sense խառը գործերի մեջ էինք, նոր վերադարձել եմ առավոտից, որովհետև արդեն պետք է արագացված պատրաստենք, կիրակի օրը արդեն մեր լավաշի լինյան գալիս է ու պետք է մեր բոլոր այդ խանութ տարածքը արդեն իսկ պատրաստ լինի, սիրելիներս։ Նախ եւ առաջին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ իմ հրաշալի հետևորդներ։ Այնքան առողջություն եք ինձ ցանկացել, որ ես իրավունք չունեի, որ չառողջանայի, ես իրավունք չունեի դա չկատարելու։ Շատ շնորհակալ եմ, որ անհանգստանում եք իմ համար, առողջություն եք մաղթում։ Կային շատ լիքը հետևորդներ, որ ինձ բաղադրատոմսեր էին ուղարկել, թե ես ինչ անեի, ոնց անեի, որ լավանայի, բոլորից շատ շնորհակալ եմ։ Ձեր ջերմ վերաբերմունքն էլ ինձ արդեն լրիվ բավական է առողջանալու և շարունակելու իմ աշխատանքը։ Ես էլի եմ կրկնում, որ սա իմ ամենասիրելի ժամն է, որ ես շփվում եմ ձեզ հետ, բաղադրատոմսեր եմ ներկայացնում, մի պահ կտրվում եմ լրիվ իրականությունից, ես մոռանում եմ, դե մարդ ես կա, մարդ, որ հոգսու պրոբլեմ չունենա, չկա այդ տեսակի մարդ, որ ես կյանքում լինի անհոգս կամ ինչ-որ մի բանի մասին չմտածի, պատկերացրեք այդ մի քանի րոպե, որ ես ձեր հետ եմ լինում, մոռանում եմ մնացած ուրիշ բաների մասին և մեկ էլ հետո հոպ վերադառնում եմ իրականություն, սիրելիները, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք, ինձ ուժ ու եռանդ եք տալիս և ավելի ոգևորված շարունակում եմ իմ աշխատանքը, անչափ շնորհակալ եմ։ Էսա վերադառնամ խոհանոց, պատրաստվեմ ու արդեն կասեմ, իսկ ինչ ենք որոշել ես ու Հայկը պատրաստելու։ Եկանք, միացանք և սկսենք, գնացինք։ Ինչ ենք պատրաստում այսօր։ Հայկ, դու ես ասում, թե ես։ Դու։ Ես։ Այո։ Խնդրեմ, ծանր գործերը Հայկ, թողում ես իմ վրա։ Մենք այսօր պատրաստելու ենք բանանչիկ կատնաշորի նաչինկայով, շատ համով բանանչիկներ է ստացվում, պատրաստենք և կտեսնեք ինչպես է ընթանում պրոցեսը։ Ես էլի եմ կրկնում, սիրելի հետևորդներ, ես ինձ ձեզ ներկայացնում եմ, ինչ ասում եմ, դա իմ տարբերակն է, կա տարբեր տեսակի բաղադրատոմսեր, բանանչիկի հիմա կարող է լինի մի 50-60 տեսականի, ես ներկայացնում եմ իմ անձնական, իմ օգտագործման բաղադրատոմսը, որով ես պատրաստում եմ, եթե որևիցե մեկին ասենք, թե դա դուր չի գալի կամ բան, դա արդեն իսկ ոչ մի խնդիր չի առաջացնում, կարա մյուս տարբերակը փորձի, սիրելիներս, ես առաջարկում եմ իմը, որը ինձ շատ դուր է գալիս, այնպես որ սկսեմ պատրաստել, ինչ ենք անելու, նախորոք ես արդեն իսկ կշռել եմ բոլոր պարագաները, բաղադրիչները, նայեք, 350 գրամ կարակ, 80 գրամ շաքարի փոշի, 150 գրամ մածուն, 2 ձու, 730 գրամ ալյուր և մի թեթև գթալ սոդա։ Ինչպես ենք անում պրոցեսը։ Լցնում եմ կարակը 350 գրամ, ավելացնում եմ շաքարի փոշին և դնելու եմ մի քիչ հարվի, նոր հետո ավելացնելու եմ ձու։ Հարելու եմ այս նասատկայով։ Հետո երբ որ արդեն կպնդանա խմոր կլինի, կփոխեմ Այսպես
պետք է տենանք, որ ինքը լավ հարվում է, արդեն սենց փրփուրի նման զանգված է, դնում եմ 3-ի վրա, պետք է արագ հարի։ Պետք է տենում եմ արդեն, որ փրփուրի նման զանգված է, նոր ավելացնելու եմ ձուն, հետո մածունը։ Տեսեք, այսպիսի սպիտակ պետք է մասա ստանա, նոր սկսելու ենք ավելացնել ձուն և մածունը 150 գրամ։ Եվ փակում ենք, որ նորից սկսվի հարվել։ 730 գրամ ալյուրին ավելացնում եմ 1 թեյ գթալ սոդա և խառնում եմ։ Եվ հեսա մոտենամ հարիչին և ավելացնեմ ալյուրը։ Անջատել եմ, հիմա սենց մի հատ կողքերով, այսպես, մի հատ հավաբանում, որտեղ կարագը ունի հատկություն, երբ որ կպնում է միքսերի ամանից, այսպես մի հատ առանձնացնում եմ պատերից ու նոր ավելացնելու եմ արդեն ալյուրը, որի մեջ լցրել եմ սոդա։ Այսպես մի հատ ու փորձում եմ արդեն պետք է նասատկեմ փոխեմ, որովհետև պետք է դնեմ արդեն պինդ նասատկա, որպեսզի կարողանանք խմորը ստանալ։ Մի հատ կացնում եմ, որպեսզի թափվի, ինչու ալյուրը լցրեցի նոր հանեցի նասատկան, որովհետև ալյուրը թափվում է վրան և հեշտությամբ է դուրս գալիս։ Ալյուրը երբ որ լցվում արդեն կարագի վրա, ինքը հեշտությամբ դուրս է գալիս։ Հիմա փոխեմ նասատկեն, այսպես, բարձրացնում եմ և 3-ի վրայից պետք է իջացնեմ դնեմ 1, որպեսզի դանդաղ պտտվի։ Ու նայում եմ անընդհատ, տեսնեմ էլի ինչա, ոնց է պինդ, թույլ է, թե ինչ պետք է անեմ, բայց 730 գրամ ալյուրը լրիվ չափավ այդ պորցիայի համար։ Տեսեք, այս տեսակի խմոր պետք է ստանանք, արդեն պատրաստ է։ Ես մի հատ բնավորության համաձայն խմորը մի հատ իմ ձեռքով էլ տրորեմ, որպեսզի հասկանամ խմորի վիճակը, նորմալ է, նորմալ չի, նոր շարունակեմ առաջ, բայց շատ նորմալ է։ 730 գրամը լրիվ բավական է այս խմորը ստանալու համար։ Այսպես անելու եմ։ Ու ինչ եմ անելու, փոքր գնդիկներ եմ անելու և շարեմ, հետո նոր անցնեմ միջուկի պատրաստմանը։ Մի փոքրիկ սենց ենքան, որ ինքը չկպնող ալնելու, մի փոքրիկ այսպես աշկաչափով արդեն մոտավորապես այս կարգի սենց ենքան, որ գնդիկներ եմ անում ու շարում եմ այսպես թողնում եմ, հետո արդեն անցնելու եմ միջուկի պատրաստմանը։ Պետք չի, որ դու գնդիկները իդեալական ձևի հարթացնեք։ Դա պետք չի, որովհետև մենք այս ընթացքում արդեն պատրաստելու ենք, որը պետք չի, որ հարթ լինի, դա չի խանգարում։ Այնքան որ գնդիկներ անենք, որպեսզի տենան ինչքան է դուրս եկել, որ այդ կարգի միջուկն ենք անելու, որ լրիվ փակի իրան։ Արդեն բաժանեցի գնդիկների, հիմա հաշվեմ տեսնեմ քանի հատ է, ստեղ 8, 4, 2, 4, 6, 37 հատիկ է, ինչու եմ հաշվում, որովհետև էսա, որ միջուկը պատրաստեմ, ես արդեն այնպես պետք է անեմ, որ 37 հատիկ է միջուկ ունենամ փոքր չափի, որ բոլորի մեջ տեղավորվի մեր միջուկը։ Նախորոք այդ քանակությամբ պետք է անենք, որ չկա վերջում տեսնենք, որ պակասել է կամ չկա։ Դրա համար է գնդիկները հաշվում ենք, միջուկն էլ հավասար բաժանում ենք նույն քանակությամբ, որ բոլորին էլ հերիքի։ Ինչ ենք անում միջուկը ստանալու համար։ Վերցնում եմ մի այսպիսի տուփ կատնաշորը վերցրեցի, ավելացնում եմ 250 գրամ շաքարավազ, լցնում եմ 3 ճաշի գթալ ալյուր, 1 թեյի գթալ վանելին,
և 50 գրամ չամիչ և սկսում եմ խառնել։ Այնքան ենք խառնելու, մինչև հեսա կտեսնեք, թե ինչ տեսակի միջուկ ենք ստացել։ Ինքը համը շատ հաճելի է լինում և մեջն էլ որտեղ շատ հաճելի ուտվում է։ Հեսա արագորեն խառնվում է իրար հետ, լավ տրորում ենք, ստանալու ենք համասեռ զանգված, նոր արդեն իսկ սկսենք բաժանել գնդիկների։ Պետք է ստանանք 37 հատ միջուկ, որպեսզի բոլոր խմորինը հերիքի։ Տեսեք, այ այսպիսի միջուկ ստացանք, բոլորը կպավ իրար, դառավ համասեռ, նայեք, այ այսպիսի։ Ինչ ենք անում, ունենք 37 հատ խմոր, պետք է ստանանք 37 հատ միջուկ։ Աշկաչափով վերցնում ենք արդեն, այ այսպես, գնդիկներ եմ անելու, ու նույն ձևով շարեմ 37 հատիկներ, հետո կհաշվեմ, եթե տենամ մի բան պակասել է, մյուսից ծմկտելով վերցնում ենք, բայց լրացնում ենք 37 հատիկներ ու դնում ենք, բայց այնքան էլ բան չի լինում, որովհետև այս չափը լրիվ նորմալ չափ է։ Շատ հաջող ստացվում է ու պետք է չի, որ միջուկը շատ մեծ լինի, այս կարգին լրիվ նորմալ է։ Բաժանեմ, հեսա տեսնեմ, թե քանի հատ ենք ստանալու։ Այդ միջուկն էլ արեցի, ստացա 37 հատ, նույն ձևի միջուկ եմ ստացել, նույն քանակությամբ, 37 հատ խմոր, 37 հատ միջուկ, նախորոք անում եմ, որպեսզի խնդիր չառաջանա, միանգամից չանեմ, դնեմ, հետո տենամ, որ վերջում պակասել է, նորից անեմ, ավելավա բաժանեք նույն հավասար չափերի ու սկսեք աշխատել։ Ոնց եմ անում, այսպես իրան, այնքան որ, սենց մի պուճուր, բացում եմ, այսպես, վերցնում եմ միջուկը, այսպես ձեռքիս հապմաներով, նայք, այսպես իրան երկարացնում եմ, սենց, խմորի չափով, ու սենց դնում եմ մեջը, դրեցի ու սկսում եմ իրան փակել, իրան սենց փակում եմ, միջուկ այսպես մնաց մեջը, մի հատ տպտպացնում, թեքում եմ և իրան տալիս եմ բանանչիկի տեսք, այսպես, անում եմ, տպտպացնում, այսպես տալիս եմ բանանչիկի տեսք և տեղափոխում եմ սինիի մեջ, ու այդպես, շարունակ այդպես, շարունակելով անում եմ միջուկը, եթե մարդ կա, որ միջուկի մեջ չի սիրում չամիչ, մեր ժողովրդի մեծամասնությունը չամիչ չի սիրում, կարող եք միջուկի մեջ չամիչ չգցել, ուղղակի առանց չամիչի պատրաստել, այսպես բերում եմ, փակում եմ, սիրուն, փակեցի, տպտպացնում եմ, տալիս եմ սիրուն բանանչիկի ու աշխատեք բանանչիկը, որ ամեք մի քիչ շատ բերեք առաջ, որովհետև ինքը թխվելուց մի քիչ բացվում է, որ բանանչիկի տեսքը ապահովված լինի։ Այսպես անելու եմ ու դնելու եմ թխվի նախորդ տաքացրած ջեռոցի մեջ, թխելու եմ 220 աստիճանի տակ և չեմ թողնելու, որ ինքը շատ կարմրի, հանելու եմ սպիտակ գույնի, որպեսզի ինքը բանանի, սենց սպիտակ, սենց դեղինին տվող, այսպես որ բանանի գույն տա, և վրան շաքարի փոշի եմ ցանելու։ Հեսա պատրաստենք, վերջացնենք ու ցույց կտամ պատրաստի տեսքը։ Այսպես անում եք, տեսեք ինքը ձաժը ձեռքի տա, այսպես շատ լավ համովել միջուկ է, շատ հաճելի, պատրաստում եք, առավոտյան նստում եք և սկսում եք թեյի հետ վայելել։ Շատ համեղ է ստացվում, ինչու՞ չէ նաև սուրճի, ամեն ինչի հետ էլ։ Այսպես տեղափոխեցի։ Պատրաստեցի, վերջացրեցի, տեսեք պատրաստի վիճակը, թե ինչ ձև եմ պատրաստել, այսպես մոտիկ կանեք, բանանի, որ ինքը մի քիչ թխվի էլ բացվի էլ, բանանի տեսք ստանա։ Այսպես հեսա տեղափոխում եմ ջեռոցը, թխվելու է 220 աստիճանով, մոտավորապես մի 10-ից 15 րոպե, պետք չի, որ ինքը լինի շատ կարմիր վիճակ, այնքան ուսս դեղնավում, որ բանանի գույն տա։ Ահա եկավ մեր բանանչիկը, ստեղ են ասել եկավ, մոկաց հարսներ, նայեք մեր հրաշալի բանանչիկը, ինչքան էլ ստացվել է, բավականին է շատ է լինում, տեսքը այսպիսին է լինում, համը շատ լավն է լինում, ինքը մի քիչ պիսոչնիին էլ է խփում խմորը,
Դրա պատճառով կարա երբ դուք որ պատրաստեք խմորը sense մի տեսակ ճաչեր ունենա խմորի վրա, դա ոչ մի խնդիր, որովհետև ինքը հիմնականում տալիս է պիսոչնի խմորին էլի, այդ կլինի միայն պատճառը, մեջը շատ համով կատնաշոռ է, չամիչով, հիմա մտածում եմ, որ մեկը փորձեմ, անգամ տալու եմ Հայկը նուտի, այնքան կերա չաղանում եմ, Հայկ։ Համ ես, համ դու։ Հա? Երկուսով եք ուտենք։ Ինչ կլինի, որ դու ուտես։ Ես ու ժամին ուտեմ չաղանամ, հա Հայկ, լավ։ Ուրեմն կիսում ենք, Հայկ մեջի նաչինկան էլ ինձ սիրուն երևում է, շատ լավն է, այսպես, կեսը ես եմ ուտում, կեսը Հայկը, Հայկ է, որ տենան, որ ամեն ինչ նորմալ է, որ վաղը համ ես կամ համ օպերատորը։ Ընտիր։ Շատ համով է, արտակարգ, առանց ձևականությունների, իրոք դա այդպես է սիրելիներս։ Հույսով եմ, որ էլի ինչ-որ մի օգտակար լավ բան ձեզ ասեցի, ինչ-որ մի նորություն, ինչ-որ մի, չգիտեմ, մի այնպիսի բան, որ ձեզ դուր եկավ կամ դուր չեկավ, կարող է գրել մեկնաբանություններում, ես բոլորը ընդունում եմ նորմալ սիրելիներս։ Ձեր հետ գոհարներ, օրը ձեզ շատ է սիրում, մնաք բարով։